Դեկտեմբերի 1-ի երեկոյան մի քանի հարբած տղամարդ հյուսիսային Պողոտայի բակերից մեկում իրենց բաժակակցին ծեծելուց հետո ինչ-որ բան թռցրին մոտից ու փախան։ Կատարվածի մասին ոչ դուժողից, ոչ էլ քաղաքացիներից այդպես էլ ահազանգ չստացվեց։ Տեղեկություններ ստացանք, որ հյուսիսային Պողոտայում ծեծված մարդ կա, անմիջապես մեկնեցինք նշված փողոց, որտեղ հայտնաբերեցինք մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուն։ Տղամարդու դեմքն այտուցված էր, քայլել չէր կարողանում, բժշկական օգնություն էր հարկավոր։ Սովորաբար, երբ քաղաքացին նման վնասվածքով հիվանդանոց է դիմում, բժիշկները ոստիկանություն են ահազանգում։ Այս անգամ ամեն ինչ հակառակ ծայրից սկսվեց։ Ոստիկանները զանգեցին 103 եւ դուժողին շտապօգնության մեքենայով Արմենիա բժշկական կենտրոն հասցրին։ Տղամարդը կտրած ծակած վերքեր չուներ, դեմքին, մարմնին կապտուկներ ու սալջարդեր էին միայն։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, երբ արդեն ի վիճակի էր խոսել, ոստիկանները քաղաքացուց հաղորդում վերցրին։ Բաժակակիցները ոչ միայն ծեծել էին, այլև հափշտակել փողն ու հեռախոսները։ Նրանցից միայն մեկին էր ճանաչում՝ Արտյոմին, այն էլ ընդամենը անունը գիտեր։ Մյուսների հետ ծանոթացել էր այդ օրը, փողոցում, մի շիշողու ընկերակցությամբ։ Շենքի դարանով անցանք մեր շենքի բակում, խոտերի մեջ ու պահանջեցին, որ բաշխունս անեմ տամ իրենց, եկել բջջային հեռախոսներս։ Ես էլ հրաժարվեցի։ Ու չմիշում չտեսա ով խփեց ընգագետին նստած տեղը։ Ու սկսել են հարվածել ոտքով, ձեռքով գետին վրա։ Դուժողը նախկինում դատապարտվել էր։ Ըստ նրա, քրեական անցյալ ունեին նաև բաժակակիցները, ովքեր խոսքից խոսք անարժան էին համարել, որ նա խմի իրենց հետ, որ գրպանում փող ու հեռախոս ունենա։ Հարկավոր էր ականատես վկաներ գտնել, գուցե որևէ բնակիչ կամ սրճարանի աշխատող տեսել կամ ճանաչում էր նրանց, բայց հայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները եւ համագործակցությունը դրական արդյունք տվեց։ Հետագա ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ դուժողին մարմնական վնասվածքներ են պատճառել եւ հափշտակել մոտի գումարն ու բջջային հեռախոսները Օշական գյուղի բնակիչ Վահագն Դանելյանը եւ հրազդանցի Կարեն Զախարյանը, որոնց մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 2-ին վերջիններս ներկայացան ոստիկանության կենտրոնականի բաժին։ Հափշտակված բջջային հեռախոսներից մեկն առգրավված է։ Ոմն Արտյոմի եւ մյուսների ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ավազակություն հարուցվել է քրեական գործ։ Վահագն Դանելյանն ու Կարեն Զախարյանը կալանավորված են։